Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Գագիկ Ծառուկյանը համակիրների ներկայացնում է մի լուր, որից ինքը փշաքաղվել է։ Իմ գործընկերն է, ես ասեմ, ես դեռ չեմ դիմել իրենց անհրաժեշտության դեպքում, այլ իրենք ասելով, որ մենք պատրաստ ենք, պարոն Ծառուկյան, 15 միլիարդ դոլար ներդրում կատարելու մեր երկրում։ Դա գալիս է իմ պահվածքից, իմ հզորությունից, իմ հարգանքից, իմ ճիշտ պահվածքից։ Բայց այդ գումարները կգան Հայաստան մի պայմանով։ Պատրաստ են անմիջապես գալու մեր հաղթելու դեպքում։ Ծառուկյան դաշինքի առաջնորդը նկարագրում է, թե ինչ է զգացել քարոզարշավի ընթացքում մարզերում։ Քարիցել լինես, չես կարող դիմանալ մտածելով, որ իրոք մարդկանց անճարությունից, այդ անդունդի եզրին կանգնած, պրոբլեմն ու խնդրի առաջ, այսօր արդեն կապ չունի, սահմանամերձ գյուղում է, թե գյուղում է, թե ասենք քաղաքում է, բոլորն էլ պրոբլեմներ, խնդիրներ ունեն։ Իրենք Հայաստանում թշնամի չունեն, բայց շատ նախանձողներ ունեն, իրենց ուզածը մեկն է, համակարգ փոխելը։ Պետք է հրավիրենք տարբեր երկրներից, ամենաուժեղ բարեփոխիչներին, ներկայացնել մեր ժողովրդի վիճակը, մեր պետության ունեցվածքը, ինչ կարելի անել, ես ոչ եմ ասում, հանրային ոչինչ չկա, ցանկացած պրոբլեմ լուծում ունի։ Գագիկ Ծառուկյանը շնորհակալություն է հայտնում քարոզարշավին մասնակցած թիմակիցներին ու նրանց հանձնարարություն տալիս։ Արժեք հետևական, հաշվարկելով, քանի հոգի եկավ, քանի հոգի ընտրեց, քանիսը գնաց, 2 ժամը մեկ տեղեկացնելով, հետևելով, ձայներին։ Բեմից հեռանալիս Միկին փորձում է մոտենալ Ծառուկյանին, բայց նրան դիմավորում են անվտանգության աշխատակիցները։ Ինչ եք ուզում ասել, պարոն Ծառուկյան։ Ծառուկյան դաշինքի ներկայացուցիչներից որևէ մեկն այս կնոջն այդպես էլ չմոտեցավ։